Շնորհակալ եմ, Արգարժան Իստան նախագահող, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ հնչած մտքերի, կարծիքների եւ նաեւ մի քանի հարցերի, որոնք երևի չեք հասցրել հարցերի ժամանակ տալ կամ մեր սահմանված կանոնների համաձայն չի եղել, հիմա եք հնչեցնում, կփորձեմ պատասխանել, եթե չհասցնեմ էլ վերջին հնարավորությունը չի էլի կարձագանքեմ։ Տիկին Գրիգորյան, օրինակ, որ պարոն Եղոյանի մտքերը չհասկանաք կամ լավ չընկալեք, էլի ինչ-որ միտեղ հասկանամ, որտեղ երբեմն պարոն Եղոյանը այդպես շատ գիտական բարդ քննարկում է, բայց ես եթե նկատել եք, փորձում եմ տենց հնարավորինս պարզ, որովհետև ես միշտ հասկանում եմ, որ մեզ լսում է ոչ միայն օրինակ, չգիտեմ, գիտական հանրությունից, այնտեղ տնտեսագետներ կան, թափսու դուք տնտեսագիտությունից մի խոսեք։ Ես միշտ խոսելուց փորձում եմ այնպես խոսել, որ, չգիտեմ, այդ պահին կամ հետագայում ինձ լսող պայմանական որևէ խանութի աշխատող կլինի, գիտնական կլինի, հասկանա գոնե ես ինչ եմ ասում։ Ես ինչ եմ ասում, ես ընդհակառակը ասացի, եթե իմ պաշտոնից բխելու է, որ ես դրա մասին պետք է խոսեմ, ես պարտավոր լիված լինեմ խոսելու, կխոսեմ, ու մի բան էլ օրինակներ բերեցի, ասի, ես 21 թվականից հետո արձանագրված ԱԺ-ի աշխատակազմից կարող եք ուզել տեսնել, թե որ հարթակներում եմ դրա մասին խոսել, այդ թվում ձեր բարձրաձայնած կառույցների եւ այլն եւ այլն։ Որտեվ ինչի ասի պարոն Եղան, պարոն Եղանի Սփյուռքի ասածը ինձ թվում է շատ բարձ տրամաբանական բաներ ասում եւ մենք այսօր տեսնում ենք դրա։ Օրինակ ուժեղ Հայաստանը դասական է դա։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը հայրենադարձվել է, եկել է քաղաքական ուժ է բացել, մտել է խորհրդարան եւ կառավարմանը որոշակի մասնակցություն ունի։ Ետել են նախորդ հարցի պատասխանը պարոն Խանդանյանի, որ ասում եք, այս Սփյուռքը ոնց եք պատկերացնում մասնակցություն ունա Հայաստանի քաղաքական կյանքում։ Սերտ է ժողովուրդ ջան։ Պարոն Եղան ասաց, նետեր եկեք Հայաստանի անձնագիր, մասնակցեք ընտրություններին, ստանձնեք կամ, չգիտեմ, օրենսդիր իշխանությունում որևէ դերակատարում կամ գործադիրում արեք։ Ես կարծում եմ Սփյուռքի մասով մենք գերակատարել ենք, որտեղ այո, պարոն Կարապետյանը հայրենադարձվել է, այս կոնտեքստում բառի ուղիղ իմաստով տանն է եւ ունի նաեւ կուսակցություն, որը ներկայացված է խորհրդարանում եւ ես շատ ուրախ եմ, որ իդեպ դուք ներկայացված եք։ Իմ լավ գործընկեր Լիլիթ Գալստյանը չի հոգնում 5 տարի գալիս ասում է 300 դպրոց, ասել եք 300 չեք կառուցել, Տիկին Գալստյան։ Ախր դպրոց կառուցելը ինքը, չգիտեմ, ելույթ չէ, որ ասի 10 վայրկյան ենք տալիս, գրանցվեք, ու 10 վայրկյանում գրանցվենք, ասենք վերջ, այսքան ելույթ։ 21 թվականի հունիսին եղել է ընտրություններ, այսինքն տարվա կեսին։ Այդ ծրագիրը բերե հաստատել ենք, պարզ է, չէ՞ որ 21-ին չէր հասցնելու դեռևս գոնե 1 դպրոց սկսել, այսինքն ինքը նախագիծ է, բերում ես, աշխատանք ես անում։ Այս տարվա վերջ, եկեք ճիշտ ասած, եկեք գնանք տեսնենք, էլի այդ դպրոցները կան թե չկան։ Ես եթե մինչև հիմա այտենց այդ 300,000 ադրբեջանցիներն էր հարգելի գործը, սեպտեմբերի 1-ին ես ձեզ 30-ով եմ տալու այդ 229-ը փակվող դպրոցները, անկեղծ եմ ասում։ Ուղղակի sense Պարոն Աբրահամյան, լավ իրավաբաններ ունեք, իդեպ Տիկին Եղոյանին մոտեցա էլ ասացի, որ շատ լավն էր ձեր ելույթը։ Մի հատ իրան նորից եմ խնդրում, ասեք հələ ցույց տա էլ, այդ որ իրավական ակտն է, որ սահմանել է, որ այդ դպրոցները պետք է փակվեն, ժողովուրդ սեպտեմբերի 1-ին ձեզ տանելու են այդ դպրոցներ, ու ասեմ փակվեն։ Հաջորդը մեկը կա, ասում է, այս ինչի կրթությունը չունի, խոսում է դրանից։ Շատ լավ, թատերական կրթություն չունեցող մարդը այտենց պերֆորմանսներ է անում, ու բայց մի հատ հետաքրքիր բան է ասում է, այ օրինակ իմ հայրենի Ազատեկում, որ դպրոց չլիներ, պետք է տանեի վայք կամ կտանեի վայք, աղջիկաս։ Ազատեկից վայք 11 րոպե է։ Թող մեկը ձեռք բարձրացնի այստեղ, որ իր երեխային առավոտյան 11 րոպե հետո տնից դուրս է գալիս եւ հասնում է դպրոց։ 11 րոպե է հասկանում եք, 7-8 կիլո բախտավոր եք։ Պարոն Աբրահամյան, եթե շարունակեք նկատողություն, խնդրում եմ մի շարունակեք։ Որովհետեւ այդպես փողոցներ կան, որ առանց խցանման հասնում եք։ Տեսեք, 105 հոգուց մի հոգի է։ Տանից դուրս է գալիս, լավ, միջինացված։ Հարգելի պարոն Գաբրելյան, մի րոպե։ Ժողովուրդ ջան, մի տեղից արձագանքեք։ Հետո կարող եք, չէ, բայց մի րոպե, ներողություն, ժանրի կանոնները դա չի, պարոն Գաբրելյան։ Այստեղ ինտերակտիվ սեմինար չի, որ բանը հարց տա, հետո դուք տեղից պատասխանեք։ Խնդրում եմ, լսեք ժողովուրդ ջան, հետո այլ ֆորմատով կպատասխանեք ելույթների ժամանակ։ Ես հասկանում եմ, որովհետև իմ ելույթում որպես այդպեսին հաց եմ բարձրացնում ու օբյեկտիվորեն երբեմն երբ ձեր կողմից ալու, մենք էլ ենք արձագանքում, դրա համար եմ ասում նորմալ է, այսինքն չեն խանգարում, ընդհակառակը հուշում են։ Բայց այստեղ մի ուրիշ նաև հարց ծագեց։ Այդ մարդը ինչի է թողել իր հայրենիքի ուղը եկել, հələ կհարցնեք ինչ որ մեկը։ Բասմա դպրոց կա։ Բայց դպրոցը որ կա, ինչի է թողել եկել։
Տիկին Գրիգորյան, այդ նույն մարդը Ստեփանակերտ էր ասում չկա, բայց Ստեփանակերտը երբ որ կար, հայկական դպրոցը կար, ձեր առաջնորդը ինչի տենց դուրս եկավ այնտեղից ու այլևս երբեք չվերադարձավ։ Երբեք մշտական բնակության չվերադարձան Լեռնային Ղարաբաղ, երբեք։ Ոչ իրանց երեխաները, ոչ իրանց թոռները, էլ նույնիսկ չնայեցին, որ Ստեփանակերտում հրաշք հայկական դպրոցներ կա, Ժողովուրդ ջան։ Ասում եմ, եկել է խոսում, ասում է, բանը կտանեի վայք, բայց դու ընդհանրապես ինչի՞ ես եկել Երևանում ապրում։ Սա լավ է կանոն, այդ կոնտեքստում չեմ ասում, բայց եկել եք ապրում եք եւ ասում եք, բանը, դպրոց կա, ինչ է թողել ձեր գյուղը, Ժողովուրդ ջան, եկել այստեղ ապրում։ Ու նորից եմ ասում, թող պատասխանեք այդ հարցին, ինչ է թողել այդ դպրոցները Ստեփանակերտի եւ եկել եք այստեղ։ Ատեստավորում Տիկին Գալստյան ավելի հեռու է գնում, ասում է հակասահմանադրական օրենք է, որ չես ատեստավորվում, դուրս ես մնում դպրոցից։ Ժողովուրդ ջան, մեզանից առաջ կար մի իշխանություն։ Այդ իշխանությունը օրենք է ընդունել, որտեղ գրած է, որ 5 տարին մեկ ուսուցիչը պարտավոր է անցնել ատեստավորում։ Ու այնտեղ գրած է, ասում է, եթե ատեստավորում չես անցնում, դու դուրս ես մնում կրթությունից։ Հիմա եկել ասում Նիկոլ Փաշինյանը հակասահմանադրական բան հայտարարեց, որ չատեստավորված ուսուցիչ չպիտի լինի դպրոցում։ Իսկ թվում է ընդհակառակը սահմանադրական բան հայտարարեց, ասեց գրված է օրենքում, եկեք օրենքը կիրառենք։ Քաղաքական դեմքերի մասով ասեցին բարձրագույն կրթական հաստատություններում, բայց ես ուզում եմ այս դպրոցների մասով որ օրինակ ես որ գնում էի դպրոց, հայրս մեքենայի արեստավոր էր, ես հիշում եմ, որ բացի այն դասագրքեր բանից որ տանում ենք, ավտոյի վառած յուղ էի հետս դպրոց տանում, որտեղ այդ դպրոցում բաներ են, յուղի վառարան էր դրած, եւ այդ վառարաններում էինք, ասենք, այդ վառարաններով էինք մենք մեր դպրոցը ջեռուցում։ Հիմա այդ մարդիկ եկել են, ասում են 300 հատ խոստացել եք, 220-ն եք սարքե, հա, Ժողովուրդ ջան, որտեղ նախ 2026 թվականը չի ավարտվել, եւ երկրորդն էլ ես ուրախ եմ, որ 8 տարի է իշխանության եմ, դուք ինձ ոչ թե մեղադրում եք, կամ գալիս եք պարոն Հարությունյան Օլիմպիավանի մասին եք հարցեր տալիս։ Ես ուրախ եմ, որ ոչ Օլիմպիավանն է որևէ մեկինս, ոչ որևէ դպրոց է այս ընթացքում դարձել որևէ մեկինս, այլ եկել եք ընդամենը ասում եք 300, խոստացել եք 220 նկարը, հա, Ժողովուրդ ջան, լավ։ Թող մեր մեղքն էլ այդ լինի, թող գնանք 31 թվականին էլի ընտրության, որ էլի 300 դպրոց ենք խոստացել, թող այդ պահին 300-ից 226-ը կառուցված լինի, բայց լինի, հասկանում եք։ Ու այդ դպրոցները, որ մենք այդ վառարանում ենք վառվել, ձեր շնորհիվ չի պահվել, ինձ թվում է այն նվիրյալ ուսուցիչների շնորհիվ է պահվել, որտեղ իրանք մտել են այդ դպրոց, այդ դասարան, այդ իրանք ջերմությունն են տվել, այդ իրանք ջերմությամբ են այդ որոնց դուք իդեպ Բեյոնսը չի ֆորում ասել ինչ աշխատավարձ եք տվել, Ժողովուրդ ջան։ Այսօր մենք այդ ուսուցիչներին 9600 ուսուցիչ ատեստավորվել է, եւ ես վստահ եմ իրանց թիվը մի առնվազն 3-4 հազարով այս տարի էլ կավելանա։ Եկեք ասեք խնդիրներ կա, չգիտեմ, թեստերը ոնց փոխենք, ոնց մշակենք, բայց գալ այստեղ այդ ուսուցիչներին նվազագույն հետնել ամիսներով աշխատավարձ չտալ ու գալ խոսալ կրթությունից, չգիտեմ էլի։ Քանի որ էլի է բարեգործությունից խոսվում, Տիկին Ադատյան, հա, չտեմ ասում, Մաթևոսյան։ Ես խնդրում եմ էլի ձեզ այս թեման փակելու համար, եկեք, քանի որ հարցում ոնց անում են չեն տալիս կամ տալիս են, չգիտեմ, խնդրում եմ 1991 թվականից մինչև մեր օրեր մի հատ ընդհանուր պարոն Կարապետյան գումար եք տվեք ինչքան եք բարեգործություն արել Հայաստանի Հանրապետության, որպեսզի պարզ լինի։ Որտեղ մեկ 12 միլիոն դրամ ասում, հետո հասկանում եմ, որ չի արձագանք են։ Ես հասկանում եմ տնտեսագետ երևի չի Պահոն Մանուկյանի կրթությունը չունի, չգիտի կարող է տան շփոթվի միլիոն դրամ, բայց հարգելիներս Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների թիվ 1 հարկատուն, դա ես իմ ելույթներում էլ մի անգամ ասա, բոլոր ժամանակների թիվ 1 հարկատուն, դա հարկ վճարող աշխատող քաղաքացին է։ Բարերարը հա ներողություն սխալասի։ Թիվ 1 բանը բարերարը ինքն է։ Այդ թվում այդտեղ այո, այդ թվում նաև Սամվել Կարապետյանը չգիտեմ, ես մյուսը։ Բայց գալ այստեղ ասել հասկանաք ողբերգություն է, երբ որ միշտ կան բարեգործություններ եւ պետքա լինեն բարեգործություններ։ Բայց երբ որ պետությունը կախված է բարերարից, այդ խոսումը ապա պետության, չպետության մասին հասկանում եք։ Երբ որ դուք գաք ասեք, որ այ տեսեք քանդված են դպրոցները եւ մեր առաջնորդի շնորհիվ է, դա էլի խոսում է այո գուցե ձեր առաջնորդի հայրենասիրության մասին, բայց դա խոսում է չպետության մասին։ Գալ հպարտանալ, որ ձեր առաջնորդը կառուցել է Հայաստանի Հանրապետության նախագահի կեցավայրը, հասկանում եք, դա խոսում է, որ մենք չենք ունեցել Հայաստանի Հանրապետություն, որը իզորու է եղել իր նախագահի համար որևէ բան կառուցի, Ժողովուրդ ջան։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարերարներին, բայց ես ուզում եմ, որ մենք այնպես աշխատենք, որ այլևս երբեք բարերարների արվածը ավելի շատ չլինի, քան պետության արվածը, Ժողովուրդ ջան։ Որտեղ նորից ասում, դա կստացի, որ մենք չունենք պետություն։ Եվ կրթությունից, որ այդպես խոսում ենք, լավ է, համարեմ սխալվեցիք ոչ համբարն ու ջրամբարը չանդրադառնամ դրանց հետ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։